Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները ավարտված են։ Խաղաղության հոտ չենք զգում, ընդհակառակը զգում ենք վառոդի հոտ։ Էլի մեր ժողովուրդը մենք բոլորս իմացանք մեր մասին ինչ-որ բան, մեր ապագայի մասին Ադրբեջանի իշխանություններից։ Դու ինչ ես արել, որ եկել ես ազգային ժողովում ունատ ես գալի։ Արարատ Միրզոյան։ Ալիևը Հայաստանից ստացել է այն, ինչ որ Պուտինը չի կարողանում ստանալ Զելենսկուց։ Մեր այդ կատարված դժբախտությունների մեղք իրավունք չունենք բարթենք ուրիշների վրա։ Որևէ ռազմական համագործակցություն Հայաստանը չի կարող ունենալ այս կետի ստորագրման պարագայում։ Հայ առաջադիմական քաղաքական միտքը ապրելա տրիվիալ լոզունգներով։ Հաղթում ենք դուխով։ Ընկերներ ողջույն, պլատֆորմ ոդքասթը շարունակում է իր աշխատանքը։ Այսօր փորձելու ենք քննարկել խաղաղության համաձայնագիրը կամ հնարավոր համաձայնագիրը։ Ինչևից է, պարոն Մարուկյան, մինչև համաձայնագրին անցնելը մեր հետևորդներին, այսինքն հետևորդներին չէ, հետևորդները սրանց հետևորդ են, մեզ առաջին անգամ նայողներին առաջարկենք, որ բաժանորդագրվեն մեր YouTube անալիքին, հավանային, տարածեն մեր էպիզոդները, արդեն ահագին նկարել ենք, եւ ոչ միայն առաջին անգամ նայողներին, կան մարդիկ, որ ահագին ժամանակա նայում են, բայց չեն բաժանորդագրվում, follow չեն անում։ Մեկ էլ եթե դեմ չեք մի ուրիշ գովազդել անեմ, մարդկանց ես եմ YouTube անալիք բացել, Կարպիս Փաշոյան, մարդկանց խնդրենք թողիմ YouTube-ան ալիքին էլ բաժանորդագրվանի։ Մեկնաբանություններում կդնենք նաև Կարպիս Փաշոյան YouTube-ան ալիքը, նույնպես խնդրում ենք բաժանորդագրել, որտեղ շատ հետաքրքիր բաներ են, ֆունդամենտալ հարցազրույցներ է սկսում Կարպիսը, հետաքրքիր մարդկանց հետ, չասենք ում։ Այո։ Դուք ընթացքում կտեսնեք։ Ես էլ եմ Մարտին ձել follow արեք։ Եվ նաև որ ասում ենք, որ բավականին արդեն շատ էպիզոդներ ունենք նկարած, ես անկեղծ ասեմ, շատ արժեքավոր նյութ կա, որ չի հնանում։ Այսինքն այն ինչ որ խոսել ենք, դրանք չեն հնանում։ Հետաբար եթե հետ գնաք նայեք, էլի շատ բան կիմանաք, շատ բան կլուսավորվի ձեր համար։ Հրաշալի։ Պարոն Մարուկյան, իմ մոտ մեր ոդքասթին պատրաստվելուց մտքի վրա բռնացրեցի, որ մեր հասարակությունը, մեր փորձագիտական միջավայրը, մեր քաղաքական համակարգը ապրում է լուրից լուր, ընկած է տարածությունում։ Այսինքն լուրը եղավ, բոլորը ոգևորվեցին, ով պետքա քրֆի քրֆեց, ով պետքա գովի գոված, հետո գալիս է մյուս լուրը ու 180 աստիճան փոխվեց։ Օրեր առաջ այդ շրջանառության մեջ դրվեց, որ արդեն համաձայնագրի բոլոր կետերի շուրջ կա կոնսենսուս, Հայաստանի եւ Ադրբեջանը եկել են համաձայնության եւ Հայաստանի կողմից ասում են, որ մնում է միայն պայմանավորվենք տեղի եւ ժամանակի շուրջ, բայց արույտես, որ Ադրբեջանից այլ հայտարարություններ են հնչում, նորից նոր նախապայմաններ, հին նախապայմանների վերախմբագրում եւ վերաթարմացում եւ բացի այդ արդեն ավելի քան 3 օր Ադրբեջանի կողմից պնդում են, որ Հայաստանը կրակում է 7-8 օր արդեն։ Որ Հայաստանը կրակում է, ինչ որ ինֆորմացիոն տեղեկատվական փոխհրաձգության մեջ ենք հայտնվել, այնտեղից ասում են կրակում եք, այստեղից հերքում են, եվրադիտորդները ասում են չկա տենց բան, Ադրբեջանը հայոյում է եվրադիտորդներին, մի խոսքով ոնց որ այդքան էլ խաղաղության մթնոլորտ չկա, այսպիսի մի միտք, ես էլի եմ ասես կրկնեմ, ընդհանրապես երբ որ հասարակությունները գնում են խաղաղության կամ ինչ որ դարակազմիկ փոփոխության, սահմանների բացման, այդ ամեն ինչը դիմավորում են հրավառությամբ, ուրախությամբ, ծափողջուններով, բայց մեր մոտ ինչ-որ դառնահամ կա, մտահոգություն կա, վախ կա ու մթնոլորտն էլ է, այդպիսին խաղաղության հոտ չենք զգում, ընդհակառակը զգում ենք վառոդի հոտ։ Դուք ինչ կասեք։ Ես ուզում եմ ասեմ, որ չնայած նրան, որ ամբողջ մեդիան եւ պրոպագանդիստները իշխանության լծված էին այդ թեզերը քարոզելով, որ իբր վերջ տեղ հասանք, ժողովուրդը ողնաշարով զգում է, որ չկա նման բան, չենք հասել տեղ, չկա խաղաղություն, եւ հետաբար այդ մթնոլորտը չի փոխվում, բայց միևնույն ժամանակ նաեւ տեղի ունենում բաներ, որոնք որ թույլ չեն տալիս որ նաեւ ինչ որ մեկը թուլանա էլ եւ հաճույք ստանա։ Բայց արի գանք սկզբից ինչ ա եղել։ Ջորջ ջան, քննեմ նաեւ ընթացքում մեկնաբանեք ձեր կարծիքը կիսեք մեզ հետ, եթե հարցեր գրեք նաեւ լավ կլինի։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի շուրթերից տեղեկանում է, որ Հայաստանի Հանրապետությունը համաձայնել է Ադրբեջանի վերջին 2 նախապայմաններին։
Եվ ասում է դե որ համաձայնվել են մեր վերջին երկու նախապայմաններին, դե գիտեք 17 հոդված էին, եւս 2 հոդված չէր համաձայնեցվում, վերջին 2 հոդվածին Հայաստանը համաձայնվեց։ Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները ավարտված են։ Հայտարարում է Բայրամովը։ Որից հետո ես իմ Telegram-յան ալիքով խնդրեմ նաև միանալ Telegram-յան ալիքին, հայտարարում եմ, որ էլի մեր ժողովուրդը մենք բոլորս իմացանք մեր մասին ինչ որ բան, մեր ապագայի մասին Ադրբեջանի իշխանություններից, ովքեր մեր հարկերի հաշին չեն ապրում, մերոնք են մեր հարկերի հաշին ապրում, բայց նրանք են ոնց որ մեզ իրազեկում ինչա կատարվել։ ԱԳՆ-ն հայտարարություն է անում, որը ամոթից գեդին է մտնելու հայտարարություն է իմ կարծիքով, որ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանին տեղեկացրել է եւ ուղարկել է պայմանագրի օրինակ, որով համաձայնել է վերջին երկու կետերին, բնականաբար դրանց առանձին կանդադառնանք, այդ ինչ կետեր են։ Եվ խնդրել է Ադրբեջանին, լանայ, այս նվաստացման, այս անարժանապատվության արշավի բանը, որ կլինի գոնե իրար հետ հայտարարենք, որ ավարտվել է տեքստի բանակցությունները, Ադրբեջանը չի արձագանքում դրան, եւ հայտարարում է միակողմանի։ Եվ ԱԳՆ-ն ասում է, չնայած որ մենք խնդրել ենք, որ իրար հետ հայտարարենք, Ադրբեջանը միակողմանի հայտարարում։ Այսինքն այդ միանգամից այդ առաջին տպավորությունը այդ որ գգմփ վերջացավ բան, ԱԳՆ-ն ասում է, որ ժողովուրդ ջան, այս մարդիկ անգամ հետներս չեն խոսում, որ իրար հետ statement անենք, հայտարարություն անենք։ Չէ, առաջին հայտարարություն։ Հետո սկսում ենք գնալ քննարկել բովանդակություն, ինչի մասին է բովանդակությունը եւ վերջին երկու կետերի։ Առաջինը շատ քննարկված, որ այ մենք դատական գործեր ունենք, դատական գործերն Ադրբեջանն ասում է հետ վերցրեք, բան ուստեղ ասում են դե եթե խաղաղությունը գալիս է, ինչ դատական գործեր պետք է հետ վերցնենք, բան։ Այդ պահին դից ասում են մենք հաշվել ենք, չգիտեմ, քանի միլիարդ դոլար վնաս եք մեզ հասցրել, ինձ ասել են 1 տրիլիոնի չափ տարբեր տվյալներ կան, ասում են դե պետքա տակ եւ էլի նախապայմաններ են քննարկում, մենք ստեղ քննարկում են, ասում են դե եթե դատական գործերը հետ են խաղաղության պայմանագիր եթե կնքում ենք, ինչ դատական գործեր, բայց իրականությունը հետեւյալն է։ Այն դատական գործերը, որոնք որ կան, դրանք այնքան էլ մեծ նշանակություն չունեն։ Այն դատական գործերը, որ մենք կարող ենք բերել եւ չենք բերում, Հայաստանը չի դիմում դատարան, դրանք ունեն մեծ նշանակություն, բայց պայմանավորությունը հետեւյալն է, որ մենք հրաժարվում ենք ներկա դատական գործերից եւ ապագայում այս հակամարտության վերաբերյալ որևէ գործով չենք կարող դատի տալ Ադրբեջանին։ Մյուս կետը, այսինքն սա Հայաստանի ինքնիշխան իրավունքից զրկում է, որ ինքդ քեզ իրավունք ունես պաշտպանել, այս մեկ։ Եվ մյուս կետը ամենախայտարարքն է իմ կարծիքով, որ Ադրբեջանը մեկնաբանում է, որ օրինակ եվրոպական դիտորդները այդ քաղաքացիական առաքելությունը որ կա, որ գիտեք զինված չի, ինչ որ միայն ունի հեռադիտակներ, այդ առաքելությունը համարում է երրորդ ուժ եւ Հայաստանին պարտադրում էր, որ Հայաստանը համաձայնվի, որ Ադրբեջանի հետ շփման գիծը հանում ենք։ Սահմանի երկայնքով մեկ երրորդ ուժեր չպետք է լինեն։ Հայաստանի Հանրապետությունը միշտ սրան դեմ է եղել, միշտ։ Հետո ասել են, որ լավ համաձայն ենք եվրոդիտորդներին հանենք, պայմանով որ որտեղ դելիմիտացիան կլինի, տեղից կհանենք։ Ադրբեջանը շարունակել է պնդել իր պայմանը բնականաբար, հետո համաձայնել են, որ լավ, հենց ստորագրենք կհանենք։ Հիմա Ադրբեջանը կրակում է մեզ վրա, ես կարծում եմ, որ ասում են մինչև ստորագրելը պետք է հանենք։ Դրան էլ երևի թե պետք է հասնեն իրանք, քանի որ մենք ունենք այս ձևի մեր շահերը չներկայացնող իշխանություններ, բայց ես ուզում եմ մի մանիպուլյացիա քանդենք, էլի շատ արագ, քանի այս մասն ենք քննարկում։ Արսեն Թորոսյանը գնացել է H1 հյուրեր Պետրոս Ղազարյանի մոտ եւ ասում է, որ մանիպուլացնում են այս շփման գծի հետ կապված սահմանի երկայնքով, հա սահմանի վրա ասում է չպետք է լինեն երրորդ ուժեր, բա ասում է իրանք է կարան Պակիստանից բերեն, բաս այս բաներ է խոսում, դե ասենք պատկերացնում Ադրբեջանը Պակիստանի զորքեր բերի, որի կարիքը բացարձակ երբեք չունի, Ադրբեջանի բանակը ինտեգրված բանակ է, թուրքական բանակը նկատի ունի Պակիստանի մարտագլխիկները, ատոմային, չէ։ Չէ, հարցը ես որ ինչի է Արսեն Թորոսյանը այդ թեմայից խոսում։ Ինքը դրա մասնագետն է, ինչ ինքը մի հատ կովիդով է զբաղվել, սա վարի է գնացել, ինչ որ կոռուպցիոն սկանդալներ, կոռուպցիայի մեջ թաղված քեյսեր է։ Եվ այդ կոռուպցիայի վերաբերյալ քերական հետապնդում կա, բայց հիմա հələ գանք էլի հարցին։ Հիմա ժողովուրդ ջան, եկեք իրար հետ այս բան անենք, էլի, ասես քանդենք այս թեման։ Ասվում է, որ սահմանի երկայնքով երրորդ ուժեր չպիտի լինեն։ Եվրոպական միության դիտորդական առաքելությունը սահմանի վրա կանգնած չի։ Նրանք սահմանի վրա կանգնած չեն, ոչ բինոկլով, ոչ զենքով։ Նրանք ուղղակի sense վայքով, բանով, սևանի, ափով, բանով, sense պետքվում են։ Sense գնում գալիս են։ Գյուղեր են մտնում, սարեր են բարձրանում, իջնում են, այսինքն իրանք կանգնած չեն։ Հետեւաբար այդ մեկնաբանությունը իշխանությունների, որ
Բացարձակ մենք մեր տարածքում կարանք երրորդ ուժեր ունենանք։ Ուղղակի նկատի ունեն սահմանի վրա չպետք է ունենանք։ Ես ասում եմ, որ Ադրբեջանի սահմանի երկայնքով այդ բոլոր համայնքներում, այդ ամբողջ տարածքներում Ադրբեջանը մեկնաբանում է, որ չեք կարող ունենալ։ Ու քանի որ այդ մեկնաբանությունն արդեն կա Ադրբեջանի իսկական կողմը համաձայնվում է, նշանակում է, որ սերնդեսերունդ պատկերացնենք Եվրոպան դառնա ռազմականացված Եվրոպա։ Հայաստանն է դեռ Ռուսաստանին չի սիրում, ռուսներին չենք սիրում։ Ֆրանսիական ռազմաբազա երբեք չեն կարող Հայաստան բերել։ Ամերիկյան ռազմաբազա երբեք չեն կարող Հայաստան բերել։ Եվ նաև Հայաստանը փոքր երկիր է, այդ օրինակ դնեմ բերել, որ ասենք հիմա այդ դիտորդները Մարիոթ հյուրանոցում են մնում, որտեղ են մնում, չգիտեմ, Երևանի կենտրոնից հենց դուրս եկան, հենց դեպի գնացին, ցես մտան Արարատի մարզ, սկսեցին գնալ, արդեն Նախիջևանի սահմանը։ Պետք է զգուշ եղնենք, եթե ստորագրած եղանք, ասենք դա կարող կազուս բելի լինի։ Խորժակները սկացախ ֆրանսիական, ամերիկյան զորքեր, բայց ես մի բան էլի ասեմ։ Չէ, ես ինչ եմ ասեմ, որ ասեմ ռուսական պետք է ասեն, դուք ուզում ճաշակի հարցը, մեկը ռուսական որևէ ռազմական համագործակցություն Հայաստանը չի կարող ունենալ այս կետի ստորագրման պարագայում։ Երրորդ կողմի մասին երբ որ խոսք գնաց, երբ որ ես դրա մասին լսեցի, նույնիսկ առանց կարդալու, անմիջապես եկավ այն միտքը, որ հայ-թուրքական հարաբերություններում ինչքան մենք բանակցել ենք, ինչքան փաստաթղթեր ենք ստորագրել, միշտ այդ երրորդ ուժի կետը եղել է։ Եթե նույնիսկ գրված չի եղել, դրա մասին պատկերացումը տիրապետող է եղել, թուրքերը այդ հարցը միշտ բարձրացրել են երրորդ ուժի մասին։ Խոսքը նույնիսկ 1918 թվականի Բաթումի բանակցությունների մասին է, հետո նաև Ալեքսանդրապոլի մի խոսքով թուրքերի հետ մենք ինչքան խոսել ենք, այդ երրորդ ուժի մասին եղել է։ Եվ կամ երրորդ ուժին փորձել են բացառել, կամ Հայաստանին փորձել են ուղղել այդ երրորդ ուժի դեմ, որը որպես կանոն եղել է ով Ռուսաստանը։ Լավ, այսինքն այդ երրորդ ուժի իմ ընկալումը գիտես որն է։ Պահը հայ-թուրքական հարաբերությունները միշտ եղել է։ Հասկացանք, լավ, հիմա արեն թուրքերին չեն այդ հարցը դնում։ Իմ ընկալումը հետեւյալն է, որ նրանք ուզում են քեզ տարանջատել երրորդ ուժից, դու կապ չունենաս երրորդ ուժի հետ, որից հետո քեզ կարող են հանգիստ ոչնչացնել։ Այսինքն նրանք քեզ հետ չեն ուզում կռվի մեջ մտնեն, քեզ հետ վեճի մեջ մտնեն, երբ որ դու ունես դաշնակիցներ։ Հասկանում ես, դու պաշտպանում ես ինչ որ մի խումբ մարդկանցով, կոալիցիաներ ես ձևավորում։ Ասում են, չէ, դու մենակով արի, քո հետ խոսանք։ Հիմա Փաշինյանը համաձայնվեց գնալ մենակով, այս բանակցությունից միջնորդներին հանեցին, չէ։ Հիմա նա ինչա կատարվում։ Պատկերացրու ամենախայտառակ, ամենաինքնիշխանությունը բանանող, քանդող, նվազեցնող, նվաստացնող, զիջող, որը ես կարծում եմ նաև հակասահմանադրական է։ Կետերին մենք համաձայնել ենք։ Հենց դրանից հետո ասում են, ձեր ստորագրելու բան չկա, Թուրքիայից հայտարարում են Հայաստանում, Երևանում դեսպանատուն բացելու հարցը անգամ քննարկելն է շուտ։ Մեկ էլ միացած խնդրեմ կա, ասում են, ինչեք մեր վրա կրակում։ Ասում են, Հայաստանը համաձայնվել է նման զիջումներ, մեկ ասում են, ինչեք մեր վրա կրակում։ Սու թորամել վրա կրակում եք, ինչ եք ուզում մեզանից։ Ասենք Հայաստանը ջախջախված, պարտերազում, պարտված, դες պայմանագիրն էլ համաձայնեցել է ուղարկել Ադրբեջան ու ամեն օր կրակում այս Ադրբեջանի վրա։ Դու հասկանում ես ինչ է կատարվում։ Այդ երրորդ ուժի բացառումը, ես կարծում եմ, դա այս պետականության, այս պետության վերացման մասին է։ Եվ 100 տարի էլ հետ գնանք, գանք այս կողմ էլ, առաջ ոնց էլ գնանք, մենք հանգելու ենք դրան։ Այդ երրորդ ուժի մասին մի բան ասեմ, շատ կար ռեպլիկ պատմական։ Ես իմ ասելիք ասեցի, հանգիստ աս։ Գիտեք, էլի հիշելով առաջին հանրապետությունը, ընդհանրապես ոնց էլի ստեղծվեց առաջին հանրապետությունը, այդ բոլոր նվիրյալների, մեր ժողովրդի պայքարը մի պա դնենք մի կողմ, այդ ամեն ինչը կա, բայց նաև թուրքական պարտադրանքով ստեղծվեց առաջին հանրապետությունը, որովհետև իրանք էին անդադ պնդում, որ Հայաստանը անկախանա եւ ըստ էության հենց իրանք էին առաջինը ճանաչել Հայաստանի անկախությունը։ Ինչի համար էին ուզում որ Հայաստանը անկախանա, որ նախ Հարավային Կովկասը, որը միջև հանրապետությունների անկախություն հռչակելը Սեյմի կազմում էր Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը, ինքը անդադ պնդում էր, որ այդ անդրկովկասյան այդ միությունը անջատվի Ռուսաստանից։ Հետո նաև պնդում էր որ առանձին երկրներ անկախանան, ինչի։ Դա շատ հետաքրքիր հարց է։ Հետո ինչ արել, հիմա շարունակ այդ միտքը։ Հենց անկախացել, հետո ինչ արել։ Հա, սա կլանել է, բնականաբար փորձել է, կլանել, նաև դրա համար մեր առաջին հանրապետությունը հաճախ որոշ հեղինակներ անվանում են թուրքական պարքև, բայց այստեղ հարցը որն է, իրանք առաջին հերթին ուզում էին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև բուֆեր ստեղծել, նաև թույլատնել Ռուսաստանի տարածաշրջանային շահերը, հետաքրքրությունները եւ նաև հակառուսական ականներ
տեղադրել տարածաշրջանում, ինչը մեծ հաշվով ստացվեց։ Թուրքիան եւ Ռուսաստանը տարածաշրջանային աննահանջ հակառակորդներ եւ թշնամի չասենք, մրցակիցներ են, երբեմն թշնամի են դառնում։ Ֆրենեմի։ Հա, այսինքն իրանց այդ լավ հարաբերությունները մի ժամանակավոր այլընտրանքի բնույթ են կրում, ժամանակավոր սիրախաղեր են։ Հա, պատմության մեջ եղել են դեպքեր, որ Ռուսաստանը փրկել է բառի բուն իմաստով Թուրքիային, 2 անգամ կարող ենք օրինակ բերել, բայց այդ պատմության մեջ չխորնենք։ Հիմա ես ինչի համար հիշեցի այս առաջին հանրապետության շատ կարևոր թուրքական հետքը։ Հիմա կարող է այս մեր ինքնիշխանության մասին խոսակցությունների հիմքում կա թուրքական ռոպագանդա, այսինքն թուրքերը կողքից մեզ համոզում են, ասում են դուք ինքնիշխան եք, դուք դեմք եք, դուք անկախ եք։ Կարող է այդպիսի հենք կա ու չէ որ մեր ինքնիշխանության հակադիր բևեռը միշտ Ռուսաստանն է։ Մեկին ասես դու ինքնիշխան ես, մի հատ էս կամուրջից գցվի։ Հա, մեր ինքնիշխանությունը որևէ բանի դեմ ուղղված չի։ Միշտ մեր, եթե ասում ենք մենք ինքնիշխան ենք, ուրեմն այդ ինքնիշխանության թշնամին Ռուսաստանն է, չէ՞, ասում են կավա սրա հիմքում թուրքական միտքն է, թուրքական ռոպագանդան է։ Իրանք մեզ համոզում են դուք ինքնիշխան եք, դուք դեմք եք, որ դուք ինքնիշխան եք, բոլոր ձեր ունեցած հնարավորություններից հրաժարվեք, ձեր բոլոր գործընկերներից հրաժարվեք։ Ես ասել եմ բազմիցս, որ Հայաստանն է հրաժարվել Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերից։ Բայց նման է, չէ՞ իրավիճակը։ Դրանից առաջ Ռուսաստանից է հրաժարվել, հետո Միացյալ Նահանգներից հրաժարվել, դե հետո Շարլ Միշելը գնաց այնտեղ Ալիևի մոտ, Ալիևի ջահելների պես նստած լսում էր այս երկու օրը Բաքու վերընկած էր, դա։ Եվ ինչ եմ ուզում ասեմ, որ բայց իրավիճակներն նման են, չէ՞։ Շատ նման է, հիմա այդ միթը 100 տարի առաջ ասում են անկախացեք, հիմա ասում են դուք ինքնիշխան եք։ Բայց դու այդ չասեցիր։ Որ ասեցին անկախացեք 100 տարի, քառակուսի կիլոմետրով մեզ հետ ինչ տեղի ունեցավ, եթե պետք է ասես։ Հետո ինչ հա տեղի ունենում դրանից հետո, դա շատ կարևոր է։ Որտեղ այս երկու օրը նաև Արադ Միրզոյանը դաշնակներին էր հակադարձում, ասում էր ձեր նախահայրերը, վերջը ձեր հիմնադիր հայրերը դաշնակցության ասում են։ Իրանք էին ասում, որ պիտի թուրքերի հետ լավ լինեն։ Իման էլի ասեմ Արադ Միրզոյանի հետ կապված երկի ես իր հետ աշխատել եմ։ Ես էլ եմ աշխատել։ Տարիներ շարունակ այդ գործընկերային կոռեկտությունից ելնելով ես աշխատել եմ նրա մասին մեկնաբանություններ չթողնել, բայց արդեն չի լինում էլի։ Հիմա արգործ նախարար Արադ Միրզոյանը, որ եկել էր ազգային ժողով, այդ մարդու վիճակից կարող եք եզրակացնել, որ օրինակ ադրբեջանցի գործընկերը հրաժարվել է իր հետ համատեղ հայտարարություն տարածել։ Կասեք այդ մարդու վիճակից, այդ իր պահվածքից, ոնց էր իրան պահում, ոնց էր խոսում պատգամավորների հետ, ոնց էր օպոզիցիայի հանդեպ։ Ես ընդհանրապես չի ասի, իրան նենց էր պահում, ոնց որ թե բան ինչ որ հաղթական բանակցություններից է գալիս, ադրբեջանցիների պորտը տեղն է դրել, պաշտպանել է Հայաստանի շահերը եւ հետաքրքրությունները։ Դու ինչ ես արել, որ եկել ես ազգային ժողովում ունատ ես գալի։ Արադ Միրզոյան համաձայնվել է վերջ 2 կետով։ Համաձայնվել է ու այն կարգի որ առամարել են քո այդ հայտարարության տեքստ։ Հետո չեն ընդունում։ Հա, չեն ընդունում քո հայտարարությունը։ Ոնց է խաղաղություն կա։ Ինչ ես եկել ասում։ Մի հատ եկե համոզում եմ, որ այդ թուղթը այնքան լավն է, որ հիմա Ադրբեջանը սապոտաժ է անում ու մեծագույն սուտ։ Ապա տեղեկատվություն է տարածում, որ բանը մենք կրակում ենք։ Լսի, ես ահա որ մեծ կոմպլեքս ունեմ։ Ախր Ադրբեջանի հետ կապված բաներին, էլի, այսինքն նայ հիմա ինչ անենք, ես ու դու նստենք ու ասենք ժողովուրդ ջան, ախր ադրբեջանցիք այս թեմայի մեջ շատ հրապարակային են։ Այդ մարդիկ 1000 անգամ ասել են, որ պայմանագիրը կարա ստորագրվի, եթե սահմանությունը դուք փոխեք։ Այնպես նախապայման են դրել, որ անիրագործելի է այս պահին։ Որից հետո Հայաստանն ասում է, այս երկու կետը համաձայնվել եմ, ես ինչ եք ստորագրում ու զարմանում ասենց։ Այսինքն ձեզ բարձ ասվել է, հրապարակային ասվել է, եւ սա նորություն չի։ 1000 անգամ ասեցին Լաչինի միջանցքը կփակենք, եթե դուք շարունակեք փաստաթղթի հետ կապված աշխատանքները չիրականացնել, չէ՞, չխոսալ, ասել չէ, բայց sense չի, ինչ։ Հիմա այլ բան է, պաշտպանության բանակի մասին էլ ես ու դու խոսացինք դե։ Հիմա ինչ են ասում, մենք այսպես ենք մեկնաբանում։ Դե պաշտպանության բանակն էլ է ձեր ձևով մեկնաբանում, վերջը ինչ եղավ։ Չէ, վերջը ինչ եղավ, միասին Ջալալին դատում եք որպես ՊԲ հրամանատար։ Այնտեղ հիմնավորում եք որ ՊԲ-ն մեր հետ կապ չունի։ Այստեղ ասում եք որ պետքա ստորագրեն, բայց սահմանադրությունը չէ որ չգիտեմ ինչ բան։ Ախր սաղ սուտ է։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, ես տեսել եմ հայտարարությունից հետո բոլոր հարցազրույցները դիտել եմ, թե այսպես կոչված էքսպերտների, թե այսպես կոչված իշխանության ներկայացուցիչների, բայց սաղ փախած են, նեգոցիացիա չկա։ Մենակ Արսեն Թորոսյանը խոսում։ Ժողովուրդ ջան, ձեզ խափում են։ Ֆունդամենտալ ձևի խափում են, խորը կազմակերպված ձևի ձեզ խափում են, ամբողջությամբ ստերի մեջ թաղում են երկիրը։ Ուզում եմ այս Թուրքիայի մասով շարունակեմ էլի Կարպիսի միտքը։ Ուրեմն տեսեք, հիմա ես ասացի, որ վաղը մյուսօրն ասելու են
ռազմաբազան Գյումրիից հանեք եւ նաեւ հայ-թուրքական սահմանը։ Դուք ինքնիշխան եք։ Հա, դուք ինքնիշխան եք, հայ-թուրքական սահմանն էլ։ Այսինքն մեզ գնացեք ձեր զինվորներին կանգնացեք, չէ՞ դուք ինքնիշխան եք, հիմա լսեք։ Այսինքն մեզ կերակրում են կոմբիկերով, որ խոշորանանք մորթեն։ Ապրես։ Հիմա ինչ է ուզում ասեմ։ Նայ, այն նախադեպը, որ մենք հիմա համաձայնում ենք Ալիևի հետ, Էրդողանն ասելու է տղեկ ջան, դուք իմ ջահելի հետ, իմ փոքր աղբոր հետ համաձայնվել եք, որ իր սահմանի երկայնքով երրորդ ուժ չլինի։ Էս իմ սահմանի երկայնքով չէ երրորդ ուժ դրե։ Էս ովքեր են։ Հարուստները մեր աղբերներն են, մենք էս խոսամ իրանց հետ, առանձին իմ հարցերով։ Բայց ես հիմա ձեր հետ եմ խոսում, դուք ինքնիշխան եք։ Հեսա չեմ ասելու Պուտին բազատ հանի։ Դու ինքնիշխան ես, չէ՞։ Դու պետք է հանես այս բազան ստերից, մատ հանի։ Ժորժյան ստե հարցը բազան չի, ճաշակի հարց չի, որ դուք ասեք, վայ ռուսները բան։ Լավ պատկերացնենք այդ բազան ուզում եք հանեք, բերեք Մակրոնի բազան, ում որ շատ եք սիրում։ Ինչը բնականաբար անհնար է, որտեղ Ֆրանսիան ստեղ չունի դեն շահ։ Բայց պատկերացնենք, Հա, մեր համար մեկը։ Ես օքեյ եմ, ախպեր, բերեք Մակրոնի։ Չեք կարա, որովհետև այդ կետը նախադեպի ուժով Թուրքիան էլ է կիրառելու մեր դեմ։ Եվ ավելին ձեզ ասեմ, ինչի են ուզում Թուրքիան ու Ադրբեջանը, որ Հայաստանի սահմաններին միայն հայ զինվորները կանգնեն։ Որտեվ գիտեն, որ մենք մարդկային ռեսուրսի խնդրեմ ունենք։ Մեր մարդ ուժը տանելու են կենտրոնացնել այն սահմանների վրա, որտեղ որ մինչև հիմա մենք չենք դրել մարդ, եւ մենք մարդ չենք ունենալու այն թույլ կետերում, որտեղ որ մենք պետքա պաշտպանենք։ Մի բան էլի ասեմ։ Ախ ո՞ց կարելի ասա չհասկանալ, ասենք որ դու գուցեք այս երկրի ապամոնտաժման ռասկուլաչի տանելու քաղաքականությունը հասկանում ես վարվում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից եւ Հայաստանում բան ծափերով ողջույններով բան ասած ցմցմբալով ման գնում ենք վերջին տասնամյակներին, հատկապես վերջին տասնամյակին հայ առաջադիմական քաղաքական միտքը ապրելա տրիվիալ լոզունգներով։ Դրանցից մեկ օրինակ շատ ենք այս հարցը քննարկել, սա մաշինը շատ եմ գրել։ Պետք է հույսը մեր վրա դնենք։ Սա հրաշալի միտք է, ամեն ուժ, ամեն համակարգ, ամեն ժողովուրդ, պետություն պետք է հույսը իր վրա դնի, քանի որ ինքն է իր ճակատագրի պատասխանատուն։ Այս տրիվիալ միտքը, բայց ախր այստեղ նյուանսներ կան, քաղաքականությունը նյուանսների մասին այլ ոչ թե տրիվիալ լոզունգների, չէ՞։ Բայց ի՞նչ են Զելենսկուն ասում հույսդ քուրադիր։ Չէ, հայ նույն փորձագետները, նայ։ Այս փաստաթղթով կներես ուրընդհատում եմ։ Հա։ Ալիևը Հայաստանից ստացել է այն, ինչ որ Պուտինը չի կարողանում ստանալ Զելենսկուց։ Ինչ է ասում Պուտինը Զելենսկուն, ասում ախպեր ջան, Ուկրաինայում երրորդ ուժը չպետք է լինեն, Ուկրաինան չպետք է մտնի ՆԱՏՕ։ Եվ հայ ամբողջ էքսպերտները, ամբողջ միջազգային հանրությունը, դատապարտումը, չէ որ նա սուվերեն ազգ է, ինքն է որոշում ուր մտնի, ինչ անի բան, մեկ էլ գալիս է նույն բանը Հայաստանի վրա պրոյեկտում, Ալիևն ասում է ձեր մոտ երրորդ ուժ չպետք է լինի, սահմանից պետք է հանեք, էս պետք է անեք, այն պետք է անեք, ամբողջ միջազգային հանրությունը ողջունում է։ Ժորժյան այդ ողջույնները, որ կան, որ ողջունում են, երկու կոմպոնենտ կա։ Կոմպոնենտ 1, բոլորի շահից է բխում, որ Հայաստանին այսօրը գցեն, ռասկուլաչի տանեն, բառը չեմ որ դուցա միտքս ընկել ցալկուտից մնացած բառերից, հա։ Եվ մյուսը, որ նաև բոլորի շահից է բխում, որ Հայաստանն ասում է, Ժորժյան լավ բան են պայմանավորվում, պետք է կլինի ողջունեք։ Հայաստանի դիվանագիտական բոլոր խողովակները, բոլորի նամակներ են գրել, որ ողջունեք։ Այն абսուրդ ասելա նրան, որ process-ներ կան, որ ուշա չէ տեղ հասնում, ասենք 5 օր հետո են ողջունում, չէ, ողջունում են այն պահին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնությունը, որից առաջ պրեսերից ագնան, որ մենք կրակում ենք Ադրբեջանի վրա։ Արա նես խայտարակություն է, չի դες որ միտքը շարունակել։ Հույսը, այո, հույսի միտքը, ես քեզ չասեմ։ Հա, իհարկե, հա, այդ տրիվիալ միտք է, բայց ճշմարտություն կա, որ ինքներս մենք ենք մեր ճակատագրի պատասխանատուն եւ դա առաջնորդին նաև պետք է հասկանալ այն իմաստով, որ մեր այդ կատարված դժբախտությունների մեղք իրավունք չունենք բարթենք ուրիշների վրա։ Բայց այդտեղ կան նյուանսներ, հա, մա տրիվիալ միտքը մտքերը դնենք մի կողմ, այս լոզունգները, հերիքա լոզունգներով ապրենք։ Նաև պետք է ճիշտը ասենք։ Հայաստանը այդքան էլ ինքնաբավ երկիր չի։ Հայաստանը ունի ռեսուրսների պակաս։ Հայաստանին միշտ պետք է երրորդ ուժի աջակցությունը։ Մեծ կարծիք է, Հայաստանը չի կարող իր հույսի իր վրա դնի, կարանք sense ֆիքսենք։ Հայաստանի անվտանգության ապահովման գործում Հայաստանի անվտանգային ճարտարապետության մեջ պետք է մասնակից լինեն նաև այլ ուժեր, երաշխավորներ, այսպես ասեմ, որ տրիվիալ մտքի հակառակ տրիվիալ միտքը չասեմ, էլի, որ ծայրահեղությունից միշտ ծայրահեղությունը չընկնենք։ Բայց միանշանակ մենակ իր վրա հույսը չի կարող դնել, որտեղ Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետությունը չի, Հայաստանը Հնդկաստանը չի, Հայաստանը ինքնաբավության խնդրեմ ունի ռեսուրսների պակաս։ Հակադարձում եմ քեզ։ Պայմանավորվում ենք, որ երրորդ ուժը չենք տեղակայեմ։ Ադրբեջանի ասածով սահմանություն ենք ընդունում, այսինքն դա Ադրբեջանը որոշում է Հայաստանի խաղի կանոնները, սահմանությունը Հայաստանի համար գրելու Ադրբեջանը, ոնց հասկանում եմ, դեռ դրան ենք ասել։ Եվ որից հետո քարոզում ասենց որ քանի որ խաղաղությունն է, այդ ձեր ասած երրորդ ուժի մասնակցություն բանման, այդ ամեն ինչը իմաստազրկվում է։ Քանի որ մենք եղել ենք կոնֆլիկտային, հիմա պատկերացնենք ես Նիկոլն եմ, ինքն այդ է ասել։ Մենք եղել ենք կոնֆլիկտային, դրա համար են սա ուզում մեզ ոնց չասել։ Ես մենք կոնֆլիկտային չենք։
Մենք ոչ բլոկային երկիր ենք դառնում, դե պարզ է, այս համաձայնությունից հետո Հայաստան չի կարելի բլոկային երկիր բրցան։ Սա քանդվելու ամբողջ բաները։ Մենք ոչ բլոկային երկիր ենք դառնում, մենք ասում ենք ինչ սահմանություն եք ուզում ընդունենք, ասեք դա կընդունենք։ Սա ասում ենք համաձայնենք ու մեզ թողում են ապրում ենք, էսա թեզը։ Թողում են ապրենք։ Ըստ քեզ դու պատմաբան ես կընտրել ես։ Թողալու են մենք ապրենք։ Ես այն մարդկանցից չեմ, որ պնդում են թե կա հայրենական հավերժական ճշնամանք, եւ մենք պետք է հավերժական կոնֆլիկտի մեջ չլինենք։ Չէ, ես ունեմ այն համոզմունքը, որ ինչ որ մի օր, ինչ որ համակցության գալու ենք։ Բայց այնուամենայնիվ հիմա ինչ որ խոսում է Ադրբեջանը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ամեն մի հայտարարությունը, ամեն մի նախապայմանը կոնֆլիկտածին է։ Այսինքն լուրջ վերաբերվենք, չէ՞, Ադրբեջանի նախագահի, նրա օգնականների, արտգործնախարարի խոսքին։ Լուրջ մարդիկ են։ Շատ։ Հա, պարլամենտ եկող ղժղժ բաներից չի, Հայաստանի պարլամենտի մասին է խոսքը։ Լուրջ մարդիկ են եւ այս լուրջ մարդիկ տասնամյակներ շարունակ զգուշացրել են թե ինչ են անելու Ղարաբաղի հետ, մենք ծաղրել ենք, ասենք բան բարաններ են, բան ինչ որ կիդիմ ողորմելի կինոներ ենք նկարել, ինչ որ կեղտոտ պրոպագանդայով ենք զբաղվել։ Հիմա են նկարում։ AI-ով բաներ են նկարում, չես տեսել Փաշինյանը Զելենսկին մեջ է։ Դեմք են, դեմքին, ապրեն իրանք, բայց այնուամենայնիվ այն ինչ որ խոսում է Ադրբեջանի նախագահ կոնֆլիկտացին է եւ մենք չենք կարող հույսներս դնել միայն ինչ որ բարաթի կտորի վրա ու ասենք չէ դե լավ մեզ պետք չի անվտանգային ճարտարապետություն, պետք չի անվտանգային համակարգ, պետք չեն երրորդ ուժեր, իհարկե պետք է կապ չունի թե այդ երրորդ կողմը ով կլինի, մենք ում կկարողանանք ներգրավել Ռուսաստանին, Ֆրանսիային, ինչու՞ չէ Ֆրանսիային, Միացյալ Նահանգներին, ԵՄ-ին, կապ չունի ով, բայց Հայաստանի անվտանգային ճարտարապետության մեջ պետք է անպայման ներգրաված լինեն այլ միավորներ, այլ երաշխավորներ, երրորդ ուժեր։ Նաև պատմությունն է ցույց տալիս, սխալ է էլի միշտ քաղաքականությունը պատմականացնել, այսինքն չի կարելի կարծել, որ այն ինչ որ եղել է անցյալում անպայման պետք է կրկնվի մենք։ Անցյալի անընդհատ կրկնության հերթափոխի մեջ չենք ապրում, դա պատմությունը չի կրկնվում։ Չէ, մենք հիմա մեր այդ ինչ-որ բաներ կան, որ նույնությամբ կրկնվում են։ Սխալները գոնե, նույն սխալներն անում ենք, պետական։ Դա ամեն օրինակ ինքնատիպ է, կարող է իրար նման լինեն օրինակները, բայց եթե մենք 1920 թվականին հայ-թուրքական պատերազմում կապիտուլացվել ենք, ամենևին էլ չի նշանակում, որ դա պետք է կրկնվեր։ Մենք ենք, եթե կրկնվել է 2020 թվականին նորից ենք կապիտուլացվել, չնայած դա կապիտուլյացիա չէր, բայց ենթադրենք կապիտուլյացիա է։ Ու այնպես չի որ պատմության էությունն այդպեսին, որ ինքը անպայման պետք է կրկնվեր։ Մենք կարող ենք կանխել, չէ՞։ Շատերը համաձայնագիրն են անվանում կապիտուլյացիա հիմա էլ։ Մի բան ասեմ ինքնիշխանության մասին, որ Լավրովը Պուտինը չեմ հիշում որ ասել, Լավրովը ասել է, որ ասեցին Հայաստանը Եվրոմիության ուղղությունը ընտրելու եւ այդ ճանապարհը սկսելու մասին օրենք ընդունի առաջին նախագիծ, ասեց ինքնիշխան երկիր է, իրանք են որոշում։ Իրանք ինչ նկատի ունեն ասում, ինքնիշխան երկիր է, խնդրեմ չկա դու ինքնիշխան եք։ Արդեն իսկ իրանք հեգնում են, եթե առաջ խոսեն Հայաստանի անկախության մասին, բնականաբար չեն հեգնի, բայց հիմա իսկում հեգնում են ինքնիշխան երկիրը։ Իսկ եթե հեգնանքի ծանդին հարցին դիտարկենք, պարոն Մարքյան, ասում են, հարց չկա, արեք։ Լավ եք անում, արեք, ինչ ուզում եք, արեք։ Հետո մեզ չասեք քիսենց եղավ, թե ինչ։ Ախր ես նորից եմ կրկնում, սա ռուսական կայսրությունը չի, սա սովետական միությունը չի։ 21-րդ դարում ենք, չեմ ասում ավելի լավն է կամ ավելի վատն է, ինքը այլ կերպ է առաջնորդվում։ 21-րդ դարի միջին կարգի տեխնոլոգիական, ինչ եմ ասում, միջին կարգի որ չասեն բան Ռուսաստանին գերագնահատում ես երկիրա որը առաջնորդվում այլ խաղի կանոններով ասում հա արեք հարց չկա արեք այնպես չի որ իմ համար պրինցիպալ հարց է ես կարամ դուրս գամ Հարավային Կովկասից կարամ բազան հանեմ Ղարաբաղից ոնց դուրս եկա ինչ պետք է ինձ լինի Ինչ եք ուզում ասեք հանեմ այդ ձեր պատմական կարծրատիպերն են Ոնց ենք ասենք ստե բոբոներ կայացնում որ գրի հետ նա իշխանությունը եկածում են բոբո որ ասենք էսա մեզ կուտեն մեզ պարտադրեցին սա մեզ ասում են հետո գնում են ասում են կեսկետից թող սահմանապահները դուրս գան ասում են թող դուրս գան այս սահմանից թող դուրս գան ռուսները թող դուրս գան ոչ մի բան ոչ մի կոնֆլիկտ չկա ասում են որտե էլ որտե եք ուզում դուրս գաք բազան է հանենք չէ բազան դեռ մի հանենք երբ հանենք կասեք կհանենք մեր պատմական կարծրատիպերն են որ ինքներս մեզ ինչ որ դոգմատիկ մտածում ենք որ ռուսները Ղարաբաղից չեն կարող դուրս գալ բավարար դուրս եկան բայց դա նաև ներքաղաքական կյանքում է օգտագործվում ասում են խես բան արեցիք ասում են բան արեք մտեք Ռուսաստան Բելարուս միություն հետո չես գտնում ոչ մի մարդ որ ասենք կվկայի որ որևէ մեկին որևէ պաշտոնյանից նման բան ասի։ Բայց Մարոկյանից մի բան ասեմ, այս թեման փակենք էլի։ Եթե դուք ասելու բան չեք ունենա։ Ռուսաստանն ինչ կա։ Հիմա դուս կարա դուրս գա 5 տարի հետո գա։ Իրան ինչ ալնելու։ Ինչ լինելու մեզ ալինելու։ Պրինցիպից կարան հայեր չլինեն։
Իսկ մի ամբողջ հայ ժողովուրդ չի հասկանում այդքանը։ Պրինցիպի կարան չլինի Ռուսաստանի Միացյալ Նահանգների համար մեծաշով մեկ է, Թրամփի համար մեկ է։ Այդ մարդը առաջարկում է բան, Պաղեստինից Օվեզերքից բան, մարդիկ ելեն գնան ու այնտեղ, չգիտեմ, Ռիվիերա կառուցի։ Անգստարաններ կառուցի, պլաժներ կառուցի, մեկը։ Կարան հայերս դա չլինեն, Ռուսաստանը կարա հիմա գնա 20 տարի հետո գա Ռուսաստանին բան չի լինելու, ոչինչ չի լինելու Ռուսաստանին։ Ռուսաստանը նույնիսկ այս ուկրաինական այս աղետալի պատերազմից հետո տենց առանձնապես բան չեղավ։ Իհարկե զոհեր բան եւ հասկացանք։ Բայց այդ երկիրը կա լինելու է, ինքիրա շահերը սպասարկելու միջոցները գտնելու, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ ասել, որ Հայաստանի իշխանությունը ոնց որ թե մի փոքր ուզում է վերանայել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը, հասկանալով թե ինչ է կատարվում Ուկրաինայում, հանուն արդարության ասենք։ Ու այս համաձայն եմ։ Ու այս առումով ես դրական եմ համարում Նիկոլ Փաշինյանի այդ մայիսի 9-ի զորահանդեսին մասնակցելու մասին հայտարարությունը, դրական եմ համարում։ Ես ուղղակի ասում եմ, եթե պետք է էլի հետ գնաք ռուսների մոտ, ինչի է ամեն ինչը կործանեց։ Ուղղակի դե կարող է այդ էլ մեծ հաշվով։ Ինչի կործանեց։ Ես իմիշել էլի մեր քաղաքական միտքը էլի sense բան է, լուրից լուր է ապրում։ Այնա Նիկոլ Փաշինյանը ինչ-որ հապկի մասին բան է ասում, բոլորը սկսում են խոսալ, հակառուս է։ Հենց գրում են մայիսի 9-ի զորահանդեսին, ասում են, դե հեչել հակառուս չի, լավ էլ ռուսամետ է, բայց չէ, դե հիմա չէ, ես դրա ես շատ պրիմիտիվ եմ։ Դա իմաստով չեմ ասում, այլ որ վերջում հասկանալու են, որ մեկա մայիսի 9-ը գնալ բան չէ, այլ վերջում հասկանալու են, որ մեկա մի փաստաթուղթ կա, որով որ կարող են խնդիրները լուծել, դա նոյեմբերի 9-ի երակոմ հայտարարությունն է, փորձեն գան դրան հետ։ Բայց գիտես ինչքան ուշ, որ այդ մեխանիզմները կործանված, որոնք որ կարող է գործի դրվել ժանգոտած, այսպես ասած բան, հա։ Այսինքն, այս թուղթը, որը որ հայտարարում համաձայնեցված է, անգամ այս թուղթը հայմատում ենք նոյեմբերի 9-ի հետ, նոյեմբերի 9-ի թուղթը ավելի լավ թուղթ է։ Ու մի հատ էլ բան կա, որ օրինակ հիմա նայ մենք քննադատեցինք, չէ՞։ Ասում են, ով որ քննադատում է այս թուղթը, ուզում է պատերազմ։ Ոնց կարձագանք ես դրան։ Նոյեմբերի 9-ի հետ կապված է։ Նոյեմբերի 9-ը ասացի։ Հա։ Այսպես համաձայնագրի մասը։ Ինչքան մենք անադեկվատ ենք, երբ որ անմիջապես դարձեցինք որպես կապիտուլյացիա, էլի ուզում հիշել էր ինչքան անադեկվատ էր հայկական քաղաքական միտքը այն ժամանակին, որ մխկտում էին դադիվանքի համար, Շուշիի համար, կապիտուլյացիա, բայց դա մեծ հաշվով հասկացանք, որ կապիտուլյացիա չի, կապիտուլյացիան հետո եղավ ու հիմա գալիս է։ Եկա Ստեփանակերտը եւ մնացած մասը թողած։ Իսկ ո՞րն էր նախ դեր միտքը, ես մոռացա։ Չէ, միտքը այն էր, որ հիմա ասում են, որ քննադատում է այս փաստաթուղթը, այս համաձայնությունը, անգամ այս զիջումները, որ արվել է Մենիկն իշխանությունից, նրանք ուրեմն ուզում են պատերազմ։ Միրզոյանն էլ խորհրդանում ասեց, որ այս թուղթը էսա, ուզում եք ուզեք, չէ, պատերազմ անեն։ Իմ համոզմամբ դա միտք ասող մարդիկ անխելք մարդիկ են։ Իրանք ուղղակի էժանագին, ստորագույն ռոպագանդայով են զբաղվում։ Ստորագույն, այդ միտք ասողը նենք գործունեությամբ է զբաղվում, պարոն Մարոկյան, ու այնքան ապուշ միտք կա, որ պետք չի բան մեկնաբանել, նաև հասկանալի է, որ գալիք նախընտրական կամպանիան դրա մասին է լինելու, զզվանքության մասին է լինելու, անդադ բանը, ով մա թթուբան ասի, դա Թուրքիան Ադրբեջանը քարտ բլանշ են տվել, չէ՞, ընտրությունների գնալու է։ Իբրև թե համաձայնությունը։ Եթե տվել են, պետքա թուղթը ստորագրած լինեին, եթե, ինչ գիտեմ, շատ խառն է դիմաստով։ Ոնց որ ասում են, էլ բաներ ունես տալու։ Ջախջախված հայ հասարակության համար ինձ թվում է այդ փշնակն էլ մեծ բան էր։ Այս առումով դա շատ անբարոյական միտք է։ Եթե քննադատում ենք, ում պատերազմ ենք ուզում։ Ինչի համար, ասեմ, այն զիջումները, որ արել է Հայաստանը, Ադրբեջանը իր ամենավառ երազում չէր կարող պատկերացնել, որ Հայաստանը ընդունակ է այսպիսի զիջումների։ Համաձայն եմ։ Որովհետև պարոն Մարոկյան, այդ զիջումների գոնե 20-30%-ով կամ այդ 20-30-ի գնով, այդ տոկոսի գնով մենք կարող ենք լուրջ փոխզիջումներ ստանալ Ադրբեջանից։ Իսկապես կարող ենք։ Հիմա շատ անբարոյական կարող են չես միտքը, հատկապես արցախցիների նկատմամբ, մեր հայրենակիցների նկատմամբ, բայց մենք Արցախը բանը ջրի տվեցինք։ Ու դրա դիմաց ոչի բան չենք ստացել։ Լավ է թե անգամ դրա դիմաց Հայաստանի ճանաչումը չենք ստացել։ Հետ եմ ասում։ Ճանաչում, բան չէ, ճանաչում, որ Հայաստանը ճանաչում որպես պետություն։ Եթե շատ բան է, էմոցիաները դնենք մի կողմ, 4 շախմատային տախտակի։ Որ եղբայր դե բանից տվել դի բան ստանաս, չէ, տանդերը շուկա է, չէ, դիվանագիտական այդ սաղ բանակցությունները ինչի մասին է։ Դու ինձ ես քեզ, դու ինչ կարա դու շատ վերցնես ինձ քիչ տաս, որտեվ իմ վիճակը վատ է, բայց որ դու լրիվ վերցնես ինձ ոչ մի բան չտաս ու ես գամ տնից ոնց ասեմ Ժողովուրդ ջան, ծախսեն դրա հաղթում ենք դուխով։ Դա ճիշտ է։ Ֆիքսեցինք, որ ով քննադատումը պատրաստ չի ուզում, ընդհակառակը պատերազմի մեզ տանում են։ Ով քննադատումը հասկանում է, որ սա խաղաղության մասին չի։ Բայց ուրիշ մանիպուլյացիա էլ կա։ Խնդրեմ։ Երբ որ ասում են, այ դուք Ադրբեջանի բոլոր պահանջները կատարել եք ընդդիմադիրները,
Անդիմադին երբ որ քննադատում են իշխանության, ասում են, դա դուք զիջում եք ամեն ինչ կա չկա, Մարիա Կարապետյանը ԿՊԱ-կան ու էլի մյուսները ինչ են ասում։ Բայց ինչ եք ասում բոլոր։ Ինչ եք ասում բոլոր։ Իսկ պայման կա որ Ալիևն ասելա չէ կարա։ Կա պայման, մի հատ թող մի հատ բան ասեն, բան կա որ Ալիևն ասելա չեն կարող։ Մենք մի չանս չենք տվել։ Բայց process-ի մեջ եք, միոպ, process-ի մեջ եք։ Մարիա Կարապետյանն ասում, բայց մենք մի չանս չենք տվել, չէ։ Մի կաղա սա Հայաստանը գրավեն, ոչ իմ բան չմնա, իրանք շարունակեն ասել մի չանս կա։ Գանք նորից ինքնիշխանի թեմային, մի չանս չենք տվել, բայց ում չենք տվել։ Ռուսներին չենք տվել։ Ադրբեջանին հետ էդի հաշիվ չի։ Թուրքիային կտանք։ Հա, դա ինքնիշխան է։ Գիտես ինչ եմ նկատել, շատ հետաքրքիր բան, որ ուզում եմ ասեմ։ Եթերները նաև երեկվա եթե առաջ օրվա էլի մի քանի եթերներ sense են անում։ Ադրբեջանի այս պահվածքը Թուրքիայի սրտով չի Թուրքիան վատ է նայում դրան։ Դասի հետաքրքիր բան եմ տեսնում, որ այսինքն մենոնք սկսել են ֆիքսել, որ մեր դիրեկտորը Թուրքիան է, հա։ Դիրեկտորին ասել ենք, որ այս երկու կետը մենք համաձայնվել ենք, դե ասա ստորագրի, նրանք ասում են, ինչ ստորագրենք համաձայնում պիտի փոխեն։ Թուրքիան հայտարարում ասում է, Ադրբեջանի բոլոր պայմանները, որ կատարեք նորը ջանակ քննարկենք դեսպանատան բացումը ձեր մոտ, ու մենոնք շարունակում են ասել, բայց սոտիկի Թուրքիան սա ուրիշ Թուրքիա է։ Միջանցքի հետ կապված մի բան ասում ու գանք տեղ։ Սա Ադրբեջանի գերին չի էս Թուրքիան վերջին հաշվով, հերիք ու բոլ եղավ որ sense դեմքերով։ Այսինքն Թուրքիան։ Իսկ որ առաջ Ամերիկայի քաղաքականություն էին բացատրում։ Ինչ նկատի ուներ Բայդենը։ Հիմա ասում են մի Էրդողանը բան չի ասել, ասեն ինչ նկատի ուներ։ Ասում են սա ուրիշ Թուրքիա է։ Մենք խոսում դինամիկա։ Տեսեք, ասում են դինամիկ խոսակցություն է գնում։ Խոսենք։ Դինամիկ խոսակցություն է գնում։ 3 տարի է պայմանավորվել են, որ երրորդ երկրների քաղաքացիները եւ դիվանագիտական ազնագիրքրոնները անցնեն, չէ՞, չեն բացել։ Որ մի հատ լրագրող կա։ Դինամիկ հփումներ մենք ունենք։ Էրոտիկ ձայնով ասում են, մենք պետք է խոսենք թուրքերի հետ։ Այո, թուրքերի հետ խոսենք։ Միջանցքի հետ կապված մի բան ասում էլի պարոն Մարոկյան։ Հայաստանի իշխանությունը արդեն քանի տարի է այս միջանցքի թեման արհեստականորեն ուռճացնում է, որպեսզի այդ ուռճացված փուչիկի դեմ պայքարը ներկայացնի որպես ինքնիշխանության պայքար։ Դա Լեռնային Ղարաբաղի կործանման պայքար էր, դա Հայաստանի կործանման պայքար է։ Ղարաբաղը արդեն կործանվել է։ Այդ միտքը մոտ նոր է ծնվել, որ այո, Հայաստանի ինքնիշխանության մասին էս քարոզչության հիմքում կա թուրքական հետք։ Ըստ դավադրություն չկա։ Դավադրություն չկա։ Ու մի բան էլ ասեմ, այն բոլոր հետևորդներին մեզ որ ասում են, բայց ոնց որ թե դուք ասում եք թող կարիդոր տա բան, բայց մենք երբեք նման բան չենք ասում, մենք ուրիշ բան ենք ասել, բայց անցնենք։ Բայց ինքը չի տալի, բան ուզում ասեմ Ժողովուրդ ջան։ Ապրում ենք, չէ՞, բոլորս ապրում ենք։ Փառքաստուն կապրեք կտեսնենք։ Ես մոտ հարցը ոնց կտան կարիդորը։ Կարիդորը արդեն էլի ոչ թե մեր ասած են որ մենք շուտ ասում ենք նայեն, այդ կարիդորը կտան։ Պարոն Մարոկյան, հարց եմ ուզում տալ, ձեզ չէ։ Դրանց։ Այ կիսագրագետ ողորմելիներ։ Լավն է։ Դուք կարծում եք դուք կարակ մտնեք Թուրքիա եւ Ադրբեջանի հարաբերությունների մեջ ու ինչ որ տեղ բաներ հասկանաք տեղ։ Երեք մեկը մտել էր, մեկը մի հյուր մտել էր այդ հարաբերությունները։ Ես որովե մեկին չեմ ուզում վիրավորել։ Բայց թեմա պետք է վիրավորել։ Չէ, դա լուրջ հարց է։ Այդպիսի բան կարա տեսականորեն լինի։ Միգուցե այդպիսի բան կա։ Բայց այն ինչ որ կա, վստահ եմ, ըստ էության չի ընկալվում, հատկապես ՀՄԿ-ի տաղավարում եւ չի կարող այնտեղ ընկալվել։ Նաև քեզ ասեմ հիմա, ասենք, հա, բարձա որ Էրդողանն ու Ալիևը նույն մարդը չեն։ Բայց այդ պետությունների շահերը համահունչ են։ Մենք ով ենք որ այդ շահերի մեջ մտածում ենք, որ մենք էսանես դիլ կանենք Թուրքիայի հետ, որ Ադրբեջանին կգցի ու մեր կոմը կբռնի։ Ասած sense մեծագույն տախմարություն, որ ասենք sense դրվելա ռոպագանդայի մակարդակով ու տարվում, ես ինչն եմ մտածում։ Սա ռոպագանդա չէ, սա քաղաքականությունն է։ Ռոպագանդա լիներ, ես օքեյ եմ, դե մի բանա պիտի խոսում են։ Բայց որ դա policy-ն է, դա քաղաքականությունն է, այս հայտարարությունը։ Ոնց որ ասենք նայ, պատերազմը սկսվել է Հայաստանի, Ադրբեջանի հարձակումը սկսվել է անդեմ Լեռնային Ղարաբաղի, այդ սաղ ընթացքում մեր իշխանությունները Ռուսաստանին բացատրում են իր շահերը այս տարածաշրջանում։ Այդ այն դեպքում, որ Ռուսաստանի շահերը եղած խաղաղության պլանը մերժել են թաքուն։ Հասկանում ես, այսինքն ոնց կարաս էլի դու դա ասենք այդ ձևով է թացին։ Գիտեք Նիկոլ Փաշինյանը ինչ կուզեր, կարող ուզում է եւ դրա համար այդ Թուրքիա-Ադրբեջան կոնֆլիկտի մասին խոսում, շատ կուզեր, որ Թուրքիան հանդես գար որպես ավակ գործընկեր, ավակ եղբայր Հայաստանի եւ Ադրբեջանի համար ու երկուսին հավասար ընկալեր իր երկու հավասար փոքր գործընկերներին բերեր հոզիկներից բռնած ու ստիպեր խաղաղության պայմանագիր կնքեն։ Իրանք Թուրքիային կուզեին տենց դերակատարություն տային, բայց չի ստացվում, ժողովուրդ ջան, չի ստացվում։ Ռուսաստանն է այդ դերի մեջ եղել։
Այ Ռուսաստանը եղել է այդ դերի մեջ, Բայց հիմա որ երկու հատ այդ խորհրդային երկիր կռվում են։ Ես թե բարձրացնեմ բան։ Իրանք ուզում են Ռուսաստանի այդ դերը փոխեն Թուրքիայով։ Թուրքիայի մորես Հայաստանը ինչ է, չկա ասենց բան։ Դե մեծ հաշվով պարոն Մարուկյան։ Չեք խոսում։ Իհարկե Ադրբեջանը լուրջ դերակատարություն ունի Թուրքիայի արտաքին քաղաքականության շատ լուրջ մեջ, տնտեսության մեջ ես քեզ ասեմ։ տնտեսության մեջ մեծ ներդրումներ կան։ Երկու հատ հերոստանգերություն Ադրբեջանը Թուրքիայում ունի։ Կան խնդիրներ, մենք չենք կարող ասել Ալիևումից ավելի շատ կախված Պուտինից թե Էրդողանից։ Մեջլիսում մեծ ազդեցություն ունեն։ Ադրբեջանն էլ հեշտ իրավիճակում չի, եթե փորձենք շատ չեզոք։ Այն էքսպերտների ձեռն ես խոսում եմ, որ ասում են Ադրբեջանը ծանր ճնշումներ կան ինձ։ Չէ, դա Վիճակը Ալիևի գնալով Ադրբեջանն դա Ադրբեջանն էլ է փոքր երկիր։ Ադրբեջանն էլ ունի ինքնիշխանության խնդրեմ, լինելով փոքր երկիր, ինքն էլ վտանգավոր հակառակորդների միջավայրում է գործում։ Բայց օրինակ ասես, որ ինքը իր ոտքին կրակի, հայտարարելով ասելով, որ ես ինքնիշխան եմ։ Դե մեծ հաշվով Ադրբեջանը կարողացավ Անկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ նրանք որևէ ապուշություն իրանց թույլ չտվեցին։ Շատ տենց գծած խաղ են խաղում։ Դե իրանք կարողացան զորավարություն ունեն եղբայր Իրանի հետ։ Կարողացան կայանալ, որպես պետություն կարողանում են կայանալ այդ process-ի մեջ են։ Այս պատերազմում հաղթանակը լուրջ լիցք էր իրենց համար։ Ադրբեջանը absolute լուրջ պետություն է, շատ լուրջ են վերաբերվում այդ պետությանը, ճիշտ է, դիկտատուրա է, բանա եւ այլն, բայց այնուամենայնիվ իրանք շատ լավ հասկանում են ինչ են անում, բայց իրանք էլ տեսեք ինչ վտանգավոր տարածաշրջանում են գործում մի կողմից Իրան, իսլամական հեղափոխության արտահանման վտանգով, Ռուսաստան, Թուրքիա, Իսրայել, այնտեղ Միջին Ասիա եւ այլն, այսինքն իրանք համար էլ առանձնապես հեշտ չի, բայց իրանք կարողանում են դիմագրավել մարտահրավերներին ու մանևրելով ավելի մեծ տարածություն ունեն։ Իհարկե չհավասարվենք այն էքսպերտներին, որ անդադ կանխատեսում են, որ Ադրբեջանի համար ծանր վիճակ կա, հա, Բայդենը պարտքերը դրեց Ալիևի, բանը, չգիտեմ, ոնց էր այդ Թրամփի հակառակորդի անունը այդ կնոջ։ Մենք պետք է ամփոփենք արդեն։ Այդ կնոջ անունը ոնց է։ Կամալա Հարիսը։ Հա, Կամալա Հարիսը ցածկեց, չգիտեմ, բռնագրեր կան, չէ՞, կնոջ դեմքին, բան։ Սկսենք ամփոփել։ Մենք պետք է ամփոփենք ու ուզում եմ գիտես ինչ բան անենք, որ Կարպիս օրինակ կարա վաղվա ապագա իշխանությունը այս չստորագրված պայմանագրի համաձայնեցված տեքստը դնի մի կողմ, թե Զելենսկին անգնելու ու ասելու են Ստամբուլ որ բան ենք պայմանավորվել, արի խոսանք դրա։ Ասենք նրանց ինչ տեքստ, մենք ոչ մի տեքստ չենք տեսել։ Հայտարարվել է տեքստը համաձայնեցված։ Բայց ինչ տեքստ չենք տեսել այդ տեքստը։ Դե կապ չունի։ Հիմա հարցում ասեմ, մյոպե, դա լավ բան, չենք տեսել տեքստը, բայց անգլիզ գիտենք, մեջը ինչ չկա, հրապարակային ասել, մեջը ինչ չկա։ Ու ես վերջում ասել, մեջը ինչ կա։ Պարտավորություն որպես։ Ու ոնց որ դե պարզեցինք, որ խնդիրը այդքան տեքստի մեջ չի, քան տեքստից դուրս այնքան անելու բան կա, չէ՞։ Այսինքն այդ տեքստին չի համար։ Այսինքն ոնց որ դե բուն անելիքը ոչ թե տեքստում է, պրոցեսոր տեքստից դուրս ապրես։ Շատ լավ ձևակերպում եք դες։ Ու այդ առումով այդ տեքստը ոնց որ կարա դառնա առ ոչինչ, որովհետեւ բուն բովանդակությունը տեքստից դուրս է ու ամենակարևոր նախապայմաններն էլ տեքստից դուրս են։ Ադրբեջանը ինչ որ տեքստում այդ համաձայնագրում որ կետեր է շարել իրար հետևից, դրանց մի մասը կարա Հայաստանին տենց որպես փշրանք նվեր տա, բայց ինչ որ մեծ խոշոր բան ստանա։ Ես քեզ ասեմ, դու բավական լավ տեսես։ Չկա որևէ բան, որ մեզ նվեր է տալիս։ Չի տալիս ոչ մի բան։ Ասենք եթե մի բան տա, որ ես տենամ մի բան ստանում Հայաստանը, օբյեկտիվորեն կասեմ, էլի ամենայն անգերությամբ ասում ոչ մի բան չենք ստանում։ Ես եւ սխալ ձևակերպեցի Հայաստանին չէ։ Իշխանությանը Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ համաձայն եմ։ Նիկոլ Փաշինյանը Համաձայն եմ։ բոլորն են դրա մասին խոսում։ Իշխանության վերարտադրության հարցը մեծ հաշվով լուծում։ Համաձայն եմ, ինչ եմ ուզում ասել։ Հիմա որ նոր իշխանություն ձևավորվի։ Կարա ուրիշ ձևի այս փաստաթղթին համաձայնեցած մոտենալսի սա նախորդ իշխանության համաձայնեցվածն է, մենք սա հետ կապ չունենք, չենք ուզում սրանով բանակցենք։ Ես այսպես ասեմ, ճիշտ է, հասարակությունները, զանգվածները կավառնի հարց է, չէ՞։ Հա, ես շատ անկեղծ պատասխանեմ։ Հասարակությունները սիրում են ինչ-որ կատեգորիկ պնդումներ, հատկապես մեր ճգնաժամային հասարակությունը։ Սպասեմ, որ ասենք չի կարա կամ կարա։ Ես ասեմ, կտրուկ գործողություններ պետք չեն։ Անել է, նույնիսկ եթե իշխանությունը փոխվի,
հատ հանգի սիրուն, պետքա ով որ գա իշխանության, հասկանա թե ինչա կատարվում, ինչ ունենք, հատ ֆիքսի հողի վրա ինչ ունենք, ինչ կարող ենք ստանալ եւ ինչ կարող ենք տալ։ Գործընկերների հետ մտնի բանակցությունների մեջ կտրուկ գործողություններ պետք չի, ժողովուրդ ջան, հայ ժողովրդին կարելի է էլի հորդորով հանդես գալ, որ մի հավատացեք, ինչ որ մենք ուզում ենք կտրուկ գործողություն, չկա այդպես գործողություն անող էս բայ։ Դե կան տենց արկածախնդիրներ, ով խոսում է տենց կատեգորիկ պնդումներով, ով ասում է հեսա գալու եմ Ալիևին չափարախեմ, ինչ որ բաներ հետ բերեմ եւ այլն, մի հավատացեք տենց մարդկա։ Նույնիսկ ես Բագրատ Սրբազանին ինչի էի քննադատում, այդ Սրբազան շարժման ժամանակ, ինչի համար ես դու Ալիևի վրա հոխորտում։ Ինչ ես վիրավորանքներ ասում։ Դե այդ բանակցած խոսքի չէ։ Չի կարելի, որովհետեւ ինչպես ասում է ասլա առաջին նախագահը, ընդդիմությունը լուրջ ընդդիմությունը որ հավակնում է գալ իշխանության։ Իրան հենց այդպես էլ պետքա պայի իր հրապարակային խոսքերում, հատկապես արտաքին քաղաքական բովանդակությամբ։ Իրան այնպես պետքա պայի, որ կարծես թե ինքը իշխանությունն է։ Դա շատ կարևոր բան է, որ ընդդիմադիրները իրանց տենց գան իրանց հայտարարություններում, այսինքն ապուշ չխոսան հետո գան իշխանության ու ապուշի դեմքով ասեն դե մենք չգիտենք, բան մեզ չեն ասել։ Բայց հիմա դու հարցը տևելն է, եթե ընդդիմությունն ասում է որ այս օրինակ համաձայնությունը որ կա, չի բխում իմ պետական շահերից, հետո դառնում է իշխանություն, ինչ պետք է անի, չի կարող ասի բխում է հիմա էլ։ Դա եկը չկա, դա պետք է շատ էլի հա ոչ կշռադատված հայտարարությունները բաներ։ Օրինակ ինձ ասում են բանա, սա կապիտուլյացիա է, սա ասում են Հայաստանում ամենաշատ արժեզրկված բառը կապիտուլյացիան է, էլի։ Ասենք հստակ ասում եմ ինքնիշխանության զիջումներ են սրա մեջ, որը մեր գործող սահմանության այդտեղ խնդրեմ կա։ Ես տենում եմ որպես իրավաբան այդ խնդրեմը, էլի։ Բարմարական ամեն դեպքում ինչ էլ արվի, չի կարելի կտրուկ գործողությունների գնալ, պետք է իրավիճակը սրել, Հայաստանը Միացյալ Նահանգները չի, այսինքն չես կարա Թրամփի պես գաս աչուձախ թուրը ցած տաս բոլորի վրա։ Պետք է լինել շատ զգուշ, հասկանալ, որ ամեն գործողություն կարա բերի պայթյունի եւ պետք է հասկանաս, որ քո պատասխանատվության տակ կան միլիոնավոր կյանքեր։ Շատ պարզ տրիվիալ բան եմ ասում, ինչը չեն հասկանում Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Արմեն Գրիգորյանը եւ մյուսները։ Ուղղակի չեն հասկանում, որ իրենց պատասխանատվության տակ կան միլիոնավոր կյանքեր եւ մի ամբողջ հանրապետություն, որը իսկապես վտանգված է։ Ու անդադար մեզ ասում են, բան այլընտրանք ցույց տվեք, բան արեք։ Ցույց են տալիս էլի այլընտրանքել, ոնց ցույց տանք։ Հիմա ինչ եք ուզում եք 1, 2, 3, մինչև 10 տենց ինչ-որ կետերով գործողությունները բանա նկարագրենք, հա, հստակ ասում ենք ինչ պետք է անել։ Լավ, ես օրինակ ես մտածում եմ, որ իշխանության թեզից մեկը նա է լինելու, որ ժողովուրդ ջան, մեկը ինչ իշխանությունը որ գա, պետք է գնա այս թուղթը ստորագրի, այնա մենք ստենք թողեք մենք անենք, էլ ուր եք ուզում փոխել։ Դե իրանք են դա քարոզը։ Հա, դե դրա համար ես այդ հարցը տալիս։ Սոթից չէ դարձ, դա իրանք ինչ են ասում, իրանք ասում են մեկը այս են տնային աշխատանքն այսպես կոչված որ պետք է արվի, դե նա մենք անում ենք ախպեր, ինչ եք ուզում։ Մենք դուխ ունենք որ դա անենք, անում ենք։ Բեր ենք մեր վրա ստանձնել որ դա անենք, անում ենք։ Մենք բեր ենք ստանձնել, չգիտեմ, այդ բերը ստանձնելով ասում ենք ինքնիշխան ենք, բան, օրը ձեզ մի բանով խափում ենք, բայց այդ բանը անում ենք, էլի, ասենք թուրքերը ինչ մենյու դրել են մեր դեմ, մեր կետերով, անելով գնում ենք։ Ինչքան անում ենք, այդ կետերն ավելանում են, ինչքան անում ենք, այդ կետերն ավելանում են, բայց դե մենք ենք անում։ Ուրիշները չեն անելու։ Այդ ուրիշները չեն անելու տեքստի դեմ, գալիս է այդ փաստարկը։ Ուրիշները չեն անելու պատերազմ կլինի, բայց իրանց անելու ընթացքում անդադ պատերազմ։ Ուրիշ ռոպագանդիստական կեզել կա։ Ինչ անում են, անդադ պատերազմը լինում է։ Ասում են Նիկոլ Փաշինյանն այդ կեղտոտ գործը անում էլ խի ուրիշը։ Դա նախկիններն են, որ ասում են թող սաղանի, հետո մենք կգանք։ Լավ, սիրելի հայրենակիցներ, բնականաբար բարդ էպիզոդ է սա, որովհետև ես միանշանակ կարող եմ ասել, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, քանի դեռ Հայաստանի սահմանությունը չի փոխվել, որովհետև Ադրբեջանը, որ մի բան հայտարարում է, դա մինչև վերջ պահում են իրենք, հետևաբար Հայաստանից նաև փորձելու են ստանալ այլ զիջումներ մինչև հարակվեն սահմանադրական, իսկ այդ այլ զիջումները լինելու են երրորդ ուժերը Հայաստանից դուրս բերումը, օրինակ դիտորդների տեսքով, նաև ԵԱԿ Մինսկի խմբի լուծարումը, այսինքն նրանք դա փորձելու են ստանալ մինչև փաստաթղթի ստորագրումը, իսկ մեկ զուգահեռ հասարակության մեջ կենթանական վախ են տարածելու պատերազմի նկատմամբ։ Հա, հիմա այդ գործը արվում է հիմա շատ։ Պատերազմից պետք է վախենալ եւ զգուշանալ, բայց խոսքը կենթանական վախի մասին է, եւ հասարակությանը սարքում են անբարոյական զանգված։ Եվ այստեղ այդ Աշոտ Ոսկանյանի ձևակերպումը շատ լավն է, փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը կարող բառացի մեջ չբերեմ, ասում է Նիկոլ Փաշինյանը ուզում է ստեղծի մի իրականություն, մի հասարակություն, որտեղ իր արասները
ընդունելի են, ընկալելի են եւ օրենք բանան ընկալելի են, օրենքով են։ Այսինքն այն նախկին իրականությունը, որտեղ որ մենք ապրում ենք, Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, պարոն Մարուկյան։ Նախկին իրականությունը, որտեղ մենք ապրում ենք, հիմա ինքս ուզում եմ ստեղծել մի նոր իրականություն, որտեղ այն ինչ որ ինքն անում է նորմալ է ու բարոյական։ Չգիտեմ, ես ուզում եմ այսքանով հանդերձ ես, որտեղ ինչքան խոսում ենք, այնքան երկարում է, բայց մեր ժամանակը սպառվել է։ Հիմա մենք էլ հա Հիմա այդ մասն է կարելի է երկար բացել։ Եումներով ճանգրելով փորձում ենք այդ իրականությունը փրկենք, որտեղ անբարոյականը ճիշտը ճիշտ է, ու ճիշտը մի հատ է։ Ճիշտը մի հատ է։ Ու ցալկուտում է։ Չէ, ցալկուտում չէ, ճիշտը մի հատ է։ Հիմա ասենք, եթե փաստ երկրի առաջնորդները համաձայնվել են, որ Հայաստանի Հանրապետության ներսում Ադրբեջանը որոշի ինչ լինի, դա ոնց ասենք ճիշտ է։ Չեմ կարող ես դա ասեմ ժողովուրդ։ Չի լինելու տենց։ Ես դրան դեմ եմ։ Դա ըստ էության դեմ է մեր պետության ինքնիշխանության, չգիտեմ, սահմանադրության, ինչ հիմնադրի փաստաթղթ ունենք, որ այս պետությունը կա։ Այդ ամեն մարմնի ամեն մի բջիջին դեմ է այս բանարարությունը։ Ինչ ուզում ասի։ Լավ մնացեք սիրելի հայրենակիցներ, խնդրում ենք տարածեք այս էպիզոդը, այս տեսանյութը, նաև մյուսները, նախորդները դիտեք եւ միացեք նաև Կարպիս Փաշինյանի YouTube-ի նորաստեղծալիքին, որը ընդհանրում եմ մինչև այս հաղորդման եթեր գնալ արդեն հաղորդում կունենա, հարցազրույց կունենա եւ նաև դա նույնպես կդիտեք։ Մենք մեկնաբանություններում կտեղադրենք։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։